Եվ արդ, որպիսի իսպար չկտրեմ հույսը փրկության ու չմատնվեմ դառնալով անզեն, այնքան ահարկու պատկերների մեջ, վերևում հիշված այն աներևույթ դիմամարտներին, որոնք այլ բան չեն, քան թե ընտանի ինքնածին բուսած անարգ ոսոխներ, ընդդեմ բազմամբող ամեհի ու խոլ այլ մարտիկների կցուցադրեմ և աստվածային զորավոր անպարտ ու ամենահաղ սեկ ախոյաններ, թեկուզ պատճառի այդ անմատչելի ու դժվարակութ ծառերի պտուղ քաղելու կսկից, անկող ճամփեքի չարաչար տաժանք, քանզի չարագունդ զորքերը բոլոր նենք բանսարկուի կչորացնի աչկերից կաթած սակավ մի արցունք, ինչպես լպրծուն ու բազմոտանի տկար խլրտմամբ գետնասող զեռուն ու ճիճուներին վրան ծորացած ձեթի մի կաթիլ կամ սատակչական թույնի չնչինշիտ և հոգուց ելած դառնահետ սրտի մի թույլ հառաչանք արևատոչոր խորշակի նման կարող է հալել սառույցը դժնի։ Ճիճուների պես, որքան լինում են սրանք հեշտածին, դիմադրությամբ նույնքան լինում են նաև ձյուրամեռ։ Բան է ա